Առաջի գլուխը հայ-ամերիկյան քաղաքական հարաբերություն եւ ստրատեգիական հարաբերություններին նվիրված, ես ասեցի առաջի մասը հենց Ուդրո Ուիլսոնի իրավարար վճիռն է, սրա մասին ես շատ եմ գրել, խոսել, առանձին ուսումնասիրություններ կա, այդտեղ գրադարանում եղած ին որոշ գրքերի օրինակները կա դրած, դրան են վերաբերում, այո, ես դա համարում եմ, որ դա ապագայի հարց է եւ ապագա քաղաքական հարց է։ Եվ այդ հարցը բարձրացնելու են ուրիշները, մենք չենք բարձրացնելու։ Ինչպես հայկական հարցը առաջացավ ոչ հայերի, որտեղ շատերը ճիշտ չեն հասկանում, ասում են, այ հայերը եթե քչով բավարարվեին, ապա լավ կին, հայերին ով է հարցեր իրանք ինչով են բավարարվում կամ չեն բավարարվում։ Հարցը դրել են, բարձրացրել են, պետք է եղել ինչ որտեղ էլ շահարկել են եւ եղել է։ Հիմա խելոք կլնեին, կօգտվենք, չէ, չեն կարողացել օգտվել։ Հիմա վաղը, որ այս հարցը բարձրացնեն, էլի մեզ չեն հարցնելու։ Նրանք ում համար պետք է լինելու Թուրքիայի դեմ գործողություններ անելու, դուք կտեսնեք ինչ արագությամբ քաղաքական դրոշը կպարզեն, բոլորը միանգամից կսկսեն խոսել սրա մասին, իհարկե Հայաստանում են նրանք, ովքեր այսօր չեն խոսում, արգելում են, իրանք էլ կսկսեն խոսել դրա մասին, բայց այդ պետք է դրսից այդ պատվերը գա։ Բայց դա գալու է, կրկնում եմ, որտեվ երբ որ մենք նայում ենք մեր տարածաշրջանին, ապա ակնհայտ է, որ մենք թևակողել ենք առնվազն մի 2-3 տասնամյակ ցնցումների փուլ, այս մեծ միջին արևելքը, որից այլ ձևով է դուրս գալու տարածաշրջանը։ Հիմա այլ ձևը հոգուտ մեզ կլինի, թե Իվանաս մեզ կլինի, այդ ուրիշ հարց է։ Էլի է շատ բան մեզանից է կախված։ Մենք կարող է դուրս գանք որպես շահող, կարող է դուրս գանք որպես տուժող։ Երբեք չպիտի կարծել, որ այն ինչ որ ունես հավերժա, կամ այն ինչ որ քեզանից խլել են, հավերժորեն են խլել։ Մենք մեր կյանքի ընթացքում, այստեղ են սերունդն է նստած, որ կհիշի, ես ապրել եմ սովետական միության տարիներին, ու այսինքն սովետական միության տրոհում, կործանում, դա անհնարին բան էր, այսինքն ում որ ասեիր, որ դա տեղի կունենա, չէր հավատում, ասենք գժի տեղ, եւ այդ ձև էր, մարդիկ կային, որ դրա դեմ էին, բառից բուն իմաստով տանում էին գժանոց, որտեղ մարդ պիտի գիժ լինի, որ մտածի, որ սովետը կարա քանդվի, այսինքն ոչ թե համարում էին քաղաքական հակառակորդ թշնամի, այլ գիժ։ Հիմա շատերը կարող է շատ բաներ էլի հավարում են միջին արևելքում, որ հնարավոր չի։ Տեսեք, այսօր պատերազմ է գնում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև։ Մի բան, որը 10 տարի առաջ, էլ չեմ ասում սսեմ տարին, անհնարին կհամարարվեր։ Եթե կան երկու ժողովուրդ, որ իրար այդքան մոտ են ամեն ինչով, այդ երկու ժողովուրդն են։ Այսօր գնում ամենադաժան պատերազմը։ Իսկ մեր հարևանները, լինի արևելքից էլ արևմուտքից էլ լուրջ խնդիրներ ունեն։ Իրանի փոփոխությունները, ես հույս ունեմ, որ այդ փոփոխությունները արագ կլինեն, շատ դրական ազդեցություն են ունենալու Հայաստանի ապագայի համար։ Բայց վերադառնանք մյուս բուն նյութին։ Երկրորդ հոդվածը, էլի քաղաքական մասով է, Ուդրո Ուիլսոնի հայտի 14 կետերն է, որոնցից 12-րդ կետը վերաբերում էր Հայաստանի ապագային։ Այստեղ կետ կա Լեհաստանին նվիրված բան, եւ այդ բոլոր կետերը ըստ էության իրականություն են դարձել, բացի հայաստանյան մասով։ Բայց սա սկզբունքային փաստաթուղթ է։ Դուք ամերիկյան բոլոր, այն որ կոչվում է basic documents, այդ ժողովածուներ են տպում, միշտ այդ հիմնական փաստաթղթերի մեջ Ուիլսոնի 14 կետը կա։ Սրանք շատ կարևոր են։ Երբ սա պետք է ցույց տալ, ամեն անգամ պետք է հիշեցնել, եւ դա եւ դեմոկրատներին, որտեղ ինքը դեմոկրատ էր, եւ նաեւ հանրապետականներին։ Մյուս հոդվածը վերաբերում է Ուիլսոնի տուն թանգարանում պահվող այս հայտնի կտավին, որը կոչվում է Հույս, սա Հովսեփ Փուշմանի կտավն է, ասեմ, որ Ուդրո Ուիլսոնը միակ նախագահն է Միացյալ Նահանգների, եթե չգիտեք, որ թաղված է Վաշինգտոնում, մայր տաճարում է թաղված եւ ունի իր տուն թանգարանը այնտեղ, որտեղ հենց այս կտավն է, որտեղ ես նաեւ նվիրել եմ, կա Ուիլսոնի կողմից գծած, որոշված հայտնի իրավարար վճռի քարտեզը։ Ինչով է այս
կտավը հայտնի եւ կարեւոր եւ ինչն է հույսը։ Ու սա բանի ձևով ավանդույթի ձևա, որ ձեզ պատմում են հենց այդ տեղի աշխատողները, սա 14 տարեկան մի աղջկա, հայ աղջկա պատկերա, որի ձեռքում անթառամ ծաղիկն է։ Անթառամ որպես հույսի եւ որպես Ուիլսոնի իրավարար վճռի անժամանցելի, անբեկանելի եւ կատարման համար պարտադիր։ Շատերը սա չեն հասկանում։ Շատերին թվում է, որ դա ինչ որ բան է։ Ասենք գիշերը լավ չի քնե Ուիլսոնը, առավոտ շուտ արթնացել է, որոշել է մի հատ քարտեզ գցի, այդպես չի։ Եթե միջազգային իրավունքի մեջ կա որևէ փաստաթուղթ, որը որպես փաստաթուղթ խարսխված է լուրջ իրավական հիմքի վրա, այս փաստաթուղթը, այսինքն իրավարար վճիռը, այդ բարձրակետում գտնվողներից է, հաստատապես։ Եվ դրա հիման վրա ձևավորվել ամբողջ արևելյան Եվրոպայի քարտեզը, դրա վրա ձևավորվել միջին արևելքի քարտեզը։ Եվ երբ որ Ուիլսոնը մահանում էր, սա էլ շատ հետաքրքիր է, պատմությունը։ Եվ իրեն պետական, կառավարական թաղում էր հասնում եւ կրկնում եմ, որ գնաք Վաշինգտոն DC, գնացեք Մայր տաճարը, մտնում եք աջ թևի վրա, մի քիչ խորանաք, այդ իր գերեզմանն է, եւ ժամանակին հաջողվեց կազմակերպել, որ Հայաստանի երկու նախագահ այցելեցին Ուիլսոնի գերեզմանին եւ ծաղիկ դրեցին։ Հիմա չգիտեմ հնարավոր է թե չէ, բայց ժամանակին դա հնարավոր եղավ։ Բայց Ուիլսոնը խնդրեց, որ իր դագաղը նախ դնեն այն սենյակում, որտեղ երկու նկար կար։ Մեկը իր առաջի կնոջ, Վաղամերիկ կնոջ նկարն էր, մյուսը այ հայ աղջկա նկարը։ Եվ իր վերջին խոսքերն էր, որ ես հայ ժողովրդին կներեք, բարդ մնացի։ Մյուս փաստաթուղթը ամնի մեծ կնիքի նվիրված հոդվածն է։ Ինչու առանձին ես հոդվածը գրեցի սրա մասին եւ տեղադրեցի եւ ցույց տալով են բոլոր իրավարար վճիռները, որտեղ ամնի կնիքով հաստատված է։ Որտեղ շատերը սա էլ չեն հասկանում։ Գիտեք, այն օրն էլ էլի մեկը ապուշ բաներ էր դուրս տալիս, չգիտեն հարցը։ Որևէ բան չեն հասկանում, խոսում են, չի կարելի, հասկանում եք լրջագույն հարցերին այդպես չի կարելի մոտենալ, ի վերջո պետք է մի քիչ ծանոթանալ, նոր խոսալ, որովհետև այդ մարդկանց ասածը հետո մեր դեմ է օգտագործվում։ Հիմա ինչ է ամնի մեծ կնիքը, the Great Seal of the United States։ Սա այն կնիքն է, որով Միացյալ Նահանգները հաստատում են, այսինքն պետքարտուղարը հաստատում եւ ենթաստորական նախագահի ստորագրությունից հետո կարևորագույն փաստաթղթերը։ Այսինքն եթե ԱՄՆ-ը համարվում է, որ իր գոյության ընթացքում 10,000 փաստաթուղթ է ստորագրել, միջպետական եւ այլն, այդ 10,000-ից չնչին մասը մի քանի 100-ն են, որ մեծ կնիքով են կնքված։ Որովհետեւ երբ որ մեծ կնիքով կնքվում է, դա դառնում է ԱՄՆ-ի ներքին օրենսդրության մաս, կոչվում է the law of the land։ Այսինքն ինքը սահմանադրական օրենք է։ Այսինքն Ուիլսոնի իրավարար վճիռը դա ոչ միայն միջազգային փաստաթուղթ է, այլ դա եւ ԱՄՆ-ի ներքին փաստաթուղթ է, որը ուղղակի կիրառման հարց է։ Եվ ելի պահպանվել է գրագրությունը պետքարտուղարության իրավաբանի գլխավոր, որ Ուիլսոնի նամակ էր գրել 2 օր հետո, նոյեմբեր 24-ին, 20 թվականի 22-ից 2 օր հետո, որ ես ինչ ես անում։ Դու որպես նախագահ կարող էիր կնքել քո կնիքով, բայց Ուիլսոնը հասկանում էր, որ իր կնիքով կնքված փաստաթուղթը վաղը վերագրվելու է, ասելու են դե Ուիլսոններ, այդ Ուիլսոնի պարտավորությունն է։ ԱՄՆ-ի պետական կնիքով ամրագրված է, դա ԱՄՆ-ի պարտավորությունն է։ Ու քանի դեռ կա ԱՄՆ-ը որպես պետություն, ինքը չի կարող սա չեղարկել։ Հայաստանն էլ չի կարող։ Ինչքան էլ ոմանք իրանց ճղեն, իրանք չեն կարող չեղարկել այս փաստաթուղթը, իրանք չեն հասկանում, այս փաստաթուղթը մեր բանը չի, ցանկությունը չի, այս փաստաթուղթը միջազգային հանրությունը, Փարիզի վեաժողովը, այդ ժամանակ 52 անկախ երկիր դրել են, որոշել են, որ այսպես պիտի լինի, աշխարհի բոլոր երկրները, որ հայրենիքի մի մասը, որտեղ շատերին թվում է, որ դա ամբողջ չէ, մի մասը, եւ շատերը դեմ էին իրավարար վճռին, որտեղ ասում էին ոնց թե դուք
հայերի հայրենիքի 60%-ը տալիս եք ուրիշներին, որովհետև հայերի թիվը քչացել է, հայերին կոտորել են, որտեվ այդպես էր, որոշումը, այսինքն 40%-ին վերաբերեց, ընդամենը 4 նահանգին, բայց այնուհանդերձ իրանց որոշումն էր, որտեվ դա նվազագույնն էր, որ իրենք գտնում էին հայ ժողովրդին պիտի տան։